Մենք հավաքվել ենք մեր հին դասանով եւ նոր դասանով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեկ պահանջով Դավիթի եւ Միքայելի իրավաբանական գործունեության նրանց կալանքի հետ կապված որոշման փոփոխության, ավելի կոնկրետ Դավիթին տնային կալանք տալու եւ Դավիթի ազատության հետ կապված որոշման փոփոխության ուրիշ առումներով այս հավաքը ուրիշ միտք չունի։ Միայն այդ հավաքի միտքը դրանում է կայանում։ Հիմա դուք ակնկալում եք, որ որևէ արձագանք կլինի այս գերատեսչությունից, երեկ էլ գլխավոր դատախազության շենքի մոտ եք ձեր ծնողների հետ։ Այո, մենք հավաքվելով փորձում ենք հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր դասընկերների հետ եւ ակնկալում ենք, որ հանրության միջոցով ինչ որ գործողություններ տեղի կունենան այդ գործի շուրջ։ Իսկ ձեր դասընկերոջ վերագրվող մեղադրանքները այնքան երկար սովորել եք, որքանով է համապատասխանում։ Իմ կարծիքով ոչ մի կերպ, քանի որ նա արտառոց ոչ կրվարար է եղել, շատ դաստիարակված, շատ կրթված է եղել եւ այդ մեղադրանքները նրա մասին չէին կարող լինել։ Նա այդպիսի պահված կյանքում չի ցույց տվել կամ դրսևորը արքուստ մոտիկից ընդհանուր ծանոթ լինելով նրան։ Տեսեք, կալանքը 2 ամսով է, եթե Դավիթին չազատեն այդ կալանքից։ Ձեր այս ակցիաները ամենօրյա բնույթ են կրում։ Այո, կրելու են, մինչև այդ կալանքը փոխվի կամ գոնե տնային կալանք տրվի, ինչ որ գործողություններ լինեն, քանի որ այդ ամեն ինչը դրսևորում է, մենք գիտենք մեր Դավիթին եւ գիտենք ինչպես է իրավիճակը, ինչ դրսևորում պետք է լինի եւ մեր պահանջը նույնպես գիտենք։ Դուք եղբայրից ինչ ակնկալիք ունեք, որ գրասենյակի դիմաց եք ակցիա անում։ Մեր ակնկալիքը հետևյալն է, որպեսզի միջազգային հանրությունը ուշադիր լինի եւ տեսնի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, թե դպրոցականների հանդեպ, թե երիտասարդների հանդեպ եւ որպեսզի ինչ որ գործողություններ տեղի ունենան եւ որոշումը փոխվի։ Ինչ որ դիմում նամակ հղել եք, թե միայն այսքանով ավարտվելու է։ Դրա հետ կապված կոնկրետ բան չեմ կարող ասել, կարող եք հետևել, կտեսնեք։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։